Հարևցես սիրելի հետևորդներս, մեծ երանտով կգարտամ Զաբել Եսայանի Սիլախտարի բարդեզները, հուսալով, որ ծեր մեջնա նույն սկացումները արդյունցուցած է։ Շարունակը։ Կհիշեմ նաև Ղուրբան բայրամի նախորդող օրերը։ Կնքուղավոր հովիվներ, որոնք փողոցեն գտանեին գաբույտ կարմիր ժապավեններով, քանքուր քարները եւ որոնց գերգեր մայունը գգործուվեր թուրք դղոց ժխորի մեջ։ Բայց մեր փողոցը գոքեվորվեր մասնավորապես հայկական տոնական օրերուն։ Բոլոր մեր արհեստավոր դրացիները օրեր առաջ կպատրաստվեին թիմավորելու այդ ծանր եւ հանդիսավոր տոները։ Աստվածածնին ամարվան լրումին, երբ առաջին անգամ չավուշ խաղողը գլեցվեր սեղաններուն վրա։ Եվ վարտավարին, երբ ամենեն լույս դրացիները շենշող գտարնային եւ թույլերով չուր գտապեին իրարու վրա։ Հետո գուկար խաչի դոնը, աշնանամուտ ու վարի թաղերեն ջրնջացող սայլերը գմեգնեին թեպի արմաշ։ Վերադարձողները իրենց հետ կբերեին հունապ, փշատ եւ զարմանազան պատմություններ։ Բայց մանավանդ կհիշեմ գաղանտի նախադոնակը, երբ հույն եւ հայ դղոց խումբեր գացնեին փողոցներեմ եւ թռներուն զարնելով գերկեին թմբուկի ընկերակցությամբ։ Այոս Վասիլի Սերկետը, հայ դղակը կխապանեին նույն դղոցայները եւ փողատարծապար հայոց աշխարհին թռները բացվեցան, լույսն իբաց կնած արև ծակեցավ։ Մեր փողոցի վարի մասը միշտ լեցուն էր աղմգարար երախաներով, կես գուշտ, կես անոթի, փամվորներով եւ ցկնորսներով, որոնց կյանքը քարունեն մինչև ծմերնամուտ գացներ փողոցներու մեջ եւ քոնե դանսեմերուն վրա։ Երբ Երանիկ մորակրոջս հետ կիչնեի փողոց, բոլոր այդ միահարկ տուներու թռները բաց կլային եւ սենյակներն իսկ իրենց բազմաթիվ պատուաններով պատշկամներու պես կհայտնաբերվեին փրագիչներու ներքին ու մտերիմ կյանքը։ Հույն թե հայ այդ մարդիկը փողոցի մեջ գլուզեին իրենց ընտանեկան վեճերը։ Փողոցի մեջ էր, որ ամուսնության խոստումներ կդրվեին եւ դարձյալ փողոցի մեջ էր, որ վիճապանության ենթարկվեին ընդհանուրին եղող զանազան հարցեր։ Գակ եւ գիվը, ինչպես ուրախությունը, ամբագաս էին այդ փողոցներում մեջ։ Աղմկարար եւ շատախոս հույներու եւ հայհոյելու մեջ վիրդյուոզ հայերու ժխորին կուկային գմիանային փողոցի շուներուն իրարանցումը եւ հաճոցները։ Ինչպես նաեւ շրջիկ վաճառորդներու երկարացիկ աղաղակները եւ երկող գանչերը, որոնցմով իրենց աբրանքը գկովեին։ Մեր դնեցիները, բացի Երանիկ մորակույրես, չէին սիրել իջնել այդ փողոցեն եւ այսպես ասելով իրենց երեսը կդարձնեին թեպի Սելամսս։ Քիշերը մինչև ուշադեն աղմուկը եւ ժխորը չէին թատրել այդ փողոցներու մեջ եւ հույներու սիրելի լատերնան մարտումը գրնագը պերծված հաջախ ցնցուն հնչյուններով կբդծներ հերու եւ մոտ փողոցներու մեջ։ Անհաջախ գանք կարներ մեր թիմացի կինեդան առաջ։ Կինովի խրբոտ ծայները արցական կուդային լատերնային լբրդուն երկերուն եւ երբեմն հունական ժողովուրդական երկմը գդիրաբեդեր բոլոր ծայներուն եւ հնչյուններուն։ Բայց երբեմն ալ բահաբանը ողբակին ծայնով գաստարարեր, որ հրտեհ կա քաղաքի մեջ։ Շուները գգարգանցեին, հերավոր բահաբաններու ծայները գերգարեին եւ գլուխս վերմագիս տակ կաբեին, կբահեի շնչասպար, հոգիս լիքը անսկությունով եւ արհավիրքով։
ազատն ասված այն օրից եւ այբուպեն։ Երբ գմադապերեմ մանկության առաջին դարիներս հիշողության սպեգորներ գներգայանան մտքիս արդագարտ բայցարությամբ։ Եղբայրս ծնած ու մեռած էր 2 ամսում, գիշեմ իր ջերմակ սնտուսե տակաղը սեղանին վրա։ 4 տարեկանեի, երբ բույրս ծնավ եւ արդեն որոշակի գիշեմ հույն թայյագը դնացիներու իրերանցումը եւ հուսախապությունը, որովհետեւ մանչիմը գսպասեին։ Հետո բուդույթներ տոփանելի օղլու բողոդայեն տեպի սրճարանը, ուր հայրս նարգիլե գծղեր եւ մորս հետ քաղցրությամբ կխոսեր։ Ես կտապարեի բարդեզիս շուրջ բոլորը։ Չուվան գծատկեի, կխոսեի գրնգերիներու ծաղիկներուն հետ, որոնք ինձ կտվեին արդագանք էություններ։ Բայց գիշեմ մանավանդ հիվանդության շրջանները, երբ գանխահաս մանուկի խորաթափած մտքով գսկայի շրջաբադիս մտահոգությունները եւ բժիշկին խոժոր լրջության իմաստը, դեր գսկամ հորս զով ցերկին հպումը դենտակին ջատտիս վրա եւ անոր անցկալի թեմքը, որ ժպտուն գթարնար, երբ աչքերս անորոշ արհավիրքով լիհանգարս կհանդիպեին իր նայվածքի։ Մահը եւ կյանքը գբայկարեին իմ փոքրիկ էությանս մեջ եւ քիչ անգամ այդ բայկարը գանք կարներ։ Այդպիսի շրջան մներ անշուշտ այն աշնանային իրեգունը, երբ հայրս բարդեզին վրա նայող սայյագիմը փսյատը գդարած էր եւ բադերուն ստորոդը պայդի ծողիկներով գկամեր։ Մուրջի համաչափ հարվածները գորորեի միտքս։ Մայրս մոտս նստած լրինգը հետևեր հորս աշխատության։ Թուրսը աշնանային վերջալույսը գպոցավարեր երգինքը։ Իմ դեսաղության հերավոր գետին վրա նոջիմը մեղմորեն գորորվեր։ Հանգած թոթով լեզվով սկսա արդասանել։ Ազատն ասված այն օրից, երբ հաճեցավ շունչ պչել, իմ հողանյութ շինվածքին գենթանություն բարգեվել եւ անպարպար մի մանուկ երկու ցերկս բարձեցի։ Հայրս զարմացած թողոց գործը եկավ ինձ մոտ, քիրգը արավ եւ սկսավ երանտով խոսիլ մորս հետ եւ ահա սույկ մը արցունքի գատիլներ սայեցան մորս այդերուն վրայեն։ Այդ ոտանավորը հայրս գարտացեր էր քանի անգամ հոր եղբորս դղուն սորվեցնելու համար եւ անթրոշմվեր էր իմ մտքիս մեջ աննկատելի կերպով։ Նույն դարվան ծմերը 4 տարեկանեի, երբ գարտած սորվեցա։ Մութը իջնելեն հետո հայրս կդառնարդուն, կլվացվել, ըսկեսները կփոխել եւ սամույր մուշտակը հակած կնստել ցած բազմոցիմը վրա, որոնց առաջ դրված էր բղինցե մանգալը։ Գրագարանի մեջ երոդանիի վրա ճուրը գերար թեյի համար։ Այն ժամանակ թեյի կործածությունը տարածված չէր բոսո մեջ, բայց հայրս այդ սովորությունը փերած էր Կովկասեն։ Ինքն իր ցերկովը կպատրաստեր թեյը, գլեցներ բաժակները մեջ, հարկ եղած բոլոր արարողությունները ընելով։ Մինչդեռ թեյի ճուրին երալը հայրս կպանար օրվան թերթը, արևելքը եւ կգարտար։ Ես կնստեի քիրգը եւ հայրս մուշտակի փեշը կծածկեր իմ վրաս։ Այդ դակուկ փույնի մեջ երանության ժամեր կանցնեի եւ աչքերովս կհետևեի թերթին դարերուն։ Երբեմն մատս կտնեի դարիմը վրա եւ հորս կարծնեի։ Ան գնտադեր ընթերցանությունը եւ կպատասխաներ։ Հաճախ մայրս կամ մորակույրերես մեկը կմիջամտեր։ Հայրդ հանգիստ ցկե, մերակը մի հաներ։
Բայց հայրս ցերկով նշան գներ, որ ինքը հանկիստ է եւ ավելի սեղմ կրգելով ինձ մեծ համբերությամբ քոացուն գուդար իմ հետաքրքրությանս։ Եվ օր մնալ գարտացի։ Հայրս չգրծավ հավատալ, որ իրավամբ կգարտամ։ Թերթի զանազան էջերում վրա դարեր գմատնանշել եւ ես եկելով եւ թեր թոթով լեզվով կգարտայի։ Եվ այլևս ամենուրեք ուր դարեր դեսնեի միտքս կմտներ կորձունեության մեջ, մինչև ճարաճար հոգնեի։ Հաջախ կունենայի դակություն, կլուխս կձանրանար, ախորժագս կսի ուսպար կգործվել եւ այն ինչ որ ուրախություն պիտի պատճառեր ծնողքիս գտարնար մտահոգության եւ թախիծի առիթ։ Ավելի ուշ ինձ հայտնած եմ, որ բժիշկը կասկած հայտնած է, թե ենթակա եմ ուղեղադաբի եւ թե իմ կանխահաս միտքս ախտանշաններեն մեկը կհամարեր այդ հիվանդակին դրամատրության։ Անի քաղաքը նստեր գուլա։ Դարձյալ հիվանդ բարգած եմ բազմոցի անգյունը։ Բզիս կեղծերը պորպոկած եմ եւ թարախոդած ուռուցկմը գհարգատրե ինձ գլուխս ագած բայել մեկ ուսիս վրա։ Ցավի գոտդոկներ եւ պելատոնի խույսի հոդը գարձես երբեք պիտի չազատիմ այդ ցավերեն եւ այդ զզվելի հոդեն։ Այսօրվան համար ասճապ հուսամ կալշապատ ավելի երկար կգարտամ։ Ցտեսություն բոլորիդ, բարի օրեր։